Նա համարվում է ժամանակակից կինոաշխարհի ամենահայտնի եւ ազդեցիկ կինոռեժիսորներից մեկը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր յուրօրինակ ֆիլմերով եւ էմոցիոնալ խորությամբ։ Նա ծնվել է 1960-ական թվականին Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Հայկական ընտանիքում նրան անվանեցին Ատոմ Եղոյան, ով տեղափոխվեց Կանադա եւ այնտեղ էլ սկսվեց իր ստեղծագործական բուռն ուղին։ Նրան անվանեցին Ատոմ ի նշան ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, իսկ Եղոյանի էգոյան տարբերակը ազգանվան հեշտ հնչեղության համար էր։ Հետագայում անվանը բնորոշ նույնքան պայթյունավտանգ դարձավ նաև Էգոյանի ստեղծագործական ուղին։ Կինոռեժիսորը չէր խուսափում բարդ հոգեբանական թեմաներից, ներառյալ ցեղասպանության հարցը։ 2002 թվականին ստեղծվում է մեծ կինոռեժիսորի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Արարատ ֆիլմը, որը անդրադառնում էր հայոց ցեղասպանությանը։ Ֆիլմը մեծագույն ճանաչում բերեց ռեժիսորին եւ նաև լայն տարածում գտավ տարբեր երկրներում։ Իր ստեղծագործական ճանապարհը նաև մեծ հեղինակություն բերեց կանադական կինոարվեստին, ինչի համար տարիներ անց նա պարգևատրվեց Կանադայի պատվո շքանշանով։ Հայտնի կինոռեժիսորը նաև թատրոնի բեմադրիչ էր, նրա ստեղծագործություններում եւ թատերական ներկայացումներում դարձյալ հանդիսատեսի համար ակնառու էր էգոյանական ոճն ու էմոցիոնալ խորությունը։ Բացի կինոարվեստում իր մեծ գործունեությունից նա նաև թատրոնի բեմադրիչ էր, ում ստեղծագործություններում եւ թատերական ներկայացումներում հանդիսատեսի համար էգոյանական ոճն ու էմոցիոնալ խորությունը դարձյալ ակնառու էր։